Վերջին մի քանի ամիսներին համացանցում տարբեր հայտնիների բաժանություններն են քննարկվում։ Դրանցից մեկը պարուհի Էլեոնորա Պետրոսյանի սկանդալային ամուսնալուծությունն էր։ Տևական ժամանակ թաքցնելուց հետո Էլեոնորայի ամուսինը զանգահարել էր լրատվական դաշտ եւ այդպիսով հարցեր հնչեցրել, ինչից հետո պարզ էր դարձել, որ զույգն այլևս միասին չէ։ Նրանց ամուսնալուծությունը հարթ չէր ընթացել, սակայն այս պահին կարելի է ասել ինչ-որ չափով հանդարտություն է տիրում։ Էլեոնորան օրեր առաջ ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան է կազմակերպել, որտեղ նրան հարցեր են ուղղել, հարցերից մեկն էլ հետևյալն է եղել. «Ձեր ամուսինն էլ ձեզ է մեղադրում դավաճանության մեջ, ճի՞շտ է»։ Ինձ համար դավաճանությունը հակաաստվածային, հակամարդկային հոգեբանությանը եւ հոգեվոր կյանքին դեմ երևույթ է, հեռու իմ անձից, իմ բնավորությունից, իմ արժեքներից եւ իմ դաստիարակությունից։ Դա անբարո դրսեւորում է առաջին հերթին ինքդ քո անձի, քո մտքի եւ քո մարմնի հանդեպ եւ հետո նոր դիմացինի։ Նա, ով ընդունակ է դավաճանության, պատրաստ է նաև կորցնել իր բոլոր արժեքները։ Ես դավաճանությունը կոկորդիս վրա զգացած եւ 1000 անգամներ ներած մարդ եմ, այսքանը կարող եմ ասել։ Բազմաթիվ հարցեր էին հնչել նաև այն մասին, արդյոք Էլեոնորան կողակից ունի, սակայն վերջինս պատասխանել էր, որ ոչ։ Հարցեր էին հնչեցրել նաև այն մասին, արդյոք նրա սիրտը զբաղված է։ Էլեոնորան նշել էր, որ իր սիրտը ազատ է, իր կողքին չկա տղամարդ եւ այս պահին այդ մասին նա չի էլ կարող մտածել։ Նշենք նաև, որ օրեր առաջ էլ հայտնել էինք Էլեոնորա Պետրոսյանն ինստագրամյան հարթակում հրապարակում է արել, այդպիսով նշելով այսօր իր հետ տեղի ունեցածի մասին։ Այսօր առավոտյան նկատեցի, որ մեքենայիս հայելիները ջարդել են, բայց դրանից ավելի կարևոր է, որ մենք լավ ենք ու ուրախ։ Աստված նրանց հետ, ովքեր ջարդել են։ Հուսամ հայելիներս ջարդելով ինչ-որ բան հասկացան։ Ինչպես միշտ չենք ընկճվում։ Գրել է պարուհին։ Նշենք նաև, որ վերջին շրջանում Էլեոնորա Պետրոսյանը եւ նրա անձնական կյանքը բավականին շատ քննարկվել են հանրության կողմից։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում համացանցում ակտիվորեն քննարկվում է պարուհի բլոգեր Էլեոնորա Պետրոսյանի եւ նրա ամուսնու Ալբերտ Աղաջանյանի ամուսնալուծությունը։ Այս օրերին նրանցից թեև երկուսն էլ փորձում են որոշակի լռություն ապահովել, այնուամենայնիվ ինստագրամյան հարթակում ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս հրապարակումների տեսքով։ Էլեոնորայի նախկին ամուսինը Ալբերտը, ով ժամանակին որպես այդպիսին որևէ ակտիվություն չէր ցուցաբերում ինստագրամում, արդեն այս օրերին սկսել է լուսանկարներ հրապարակել։ Այդ հրապարակումներից որոշները երեխաների մասնակցությամբ են։ Օրեր առաջ էլ Ալբերտը հրապարակում էր արել իր դստեր եւ որդու մասնակցությամբ, որն արված էր Մանկապարտեզի բակում։ Նշենք նաեւ, որ օրեր առաջ էլ ներկայացրել ենք Ալբերտի մասնակցությամբ մեկ այլ հրապարակումներ, որտեղ վերջինս իր սիրելի ընկերակցությամբ էր։ Պարուհի բլոգեր Էլեոնորա Պետրոսյանն ինստագրամյան հարթակում անանուն հարց ու պատասխան է կազմակերպել։ Պարուհուն մի շարք հարցեր են հղել ամուսնալուծության, ներկայիս իր անձնականի եւ հետագա քայլերի մասին։ Շատերը նրան նաեւ քաջալերանքի խոսքեր են հղել, նշելով, որ չեն տեսել նմանատիպ ուժեղ աղջկա, ով կարողանում է այս բարդ փուլի միջով անցնել երկու երեխաների հետ, այն էլ այսքան շատ աշխատելով։ Էլեոնորան շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր դրական խոսքեր են իրեն հղել, իսկ ավելի ուշ նաեւ հրապարակել է իրեն ուղղված հարցերը։ Հարցերից մի քանիսը կապված էին երեկվա մեր հրապարակման հետ։ Այսօր սթորիները տեսա, դուք իրոք լավագույնին եք արժանի։ Ձեր նախկինը սթորի էր արել ուրիշի հետ, տեսել եք, որ տարածել են։ Ոնց եք վերաբերվում, որ ձեր նախկին ամուսինն արդեն նոր սիրելի ունի։ Տեսաք, թե ձեր նախկին ամուսինը նոր աղջկա հետ սթորի էր գցել։ Էլեոնորան գրել է. ամբողջ անձնական նամակներում Երևանից այդ նկարներն եք ինձ ուղարկում։ Արդեն գիտեմ, տեսել եմ, թող երջանիկ լինեն։ Շատերը նաև պարուհուց փորձել են ճշտել, թե ինչ փուլում է այս պահին պարուհու անձնականը։ Իսկ դուք կցանկանայիք նոր հարաբերություններ սկսել, կամ արդյոք մտածել եք դրա մասին։ Էլեոնորան հետևյալն է գրել. իհարկե ոչ, չեմ մտածել, քանի որ հիմա ավելի լուրջ անելիքներ ունեմ։ Ես պետք է ստեղծեմ ու կառուցեմ իմ երեխաների անհոգ ապագան։ Այս պահին միայն դրա մասին եմ մտածում, աշխատեմ, տուն գնեմ, իմ երկու հրաշքների համար գեղեցիկ ապագա կառուցեմ, որպեսզի նրանք ոչնչի կարիք չունենան, իսկ թե ինչ կլինի իմ անձնականում հետո, թող լինի Աստծո կամքով։ Դուք այնքան սիրուն ու բարի մարդ եք, որ լավագույնին եք արժանի, ուղղակի պետքա վայելեք ձեր կյանքը։ Գրել են պարուհուն, պարուհին հետևյալ պատասխանն է տվել. անանուն հարցերը վախենալով էի տեղադրում, մտածելով, թե հիմա ինչքան վատ բաներ կգրեք, բայց հաճելիորեն զարմացած եմ, անգամ մեկ վատ բան գրող չկա։ Շնորհակալ եմ, փառք Աստծո։ Նշենք նաև, որ երեք հանդես էինք եկել հրապարակումով ներկայացնելով Էլեոնորա Պետրոսյանի եւ նրա նախկին ամուսնու սկանդալային ամուսնալուծության մանրամասները, ինչպես նաև Էլեոնորայի նախկին ամուսնու նոր սիրելի ունենալու
հանգամանքը։ Այս զույգի ամուսնալուծությունը քննարկվեց այնքանով, որ Ալբերտի փաստաբանները զանգահարել էին լրատվական դաշտ և փորձել հանրային դարձնել Էլեոնորայի և Ալբերտի ամուսնալուծությունը, այդպիսով նշելով, որ Էլեոնորան փորձել է ոստիկանների մոտ մատնել իր ամուսնուն։ Փաստաբանները նշել էին, որ սխալ մատնության համար դատական գործ է հարուցվել պարուհի Էլեոնորա Պետրոսյանի վրա, սակայն պարուհին այս ամենը հերքել է։ Մենք այս ամենի մանրամասները ներկայացրել ենք, դե իսկ պարուհին իր հարցազրույցներից մեկում անկեղծորեն խոստովանել էր, նշելով, որ բաժանման դժվար է եկել, քանի որ իրենց ամուսնական կյանքում բազմաթիվ բաժանություններ են եղել, որոնք տևել են կարճ ժամանակահատվածով, և ինքը որպես ընտանիքի մայր փորձել է պահպանել ընտանիքի մոդելը իր դստեր և իր որդու համար, սակայն եկել է պահ, որ այլևս չի կարող պայքարել անգամ հանուն երեխաների։ Էլեոնորա Պետրոսյանի ամուսինն ինստագրամյան հարթակում կարծես թե սկսել է ակտիվություն ցուցաբերել։ Ալբերտ Աղաջանյանն այս անգամ հրապարակումներով է հանդես եկել, ցույց տալով, որ իր կողքին աղջիկ կա։ Նա ցույց է տվել իրենց միմյանց հետ անցկացրած ժամանակը, ինչպես նաև ցույց է տվել իր և սիրելիի ձեռքը։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն Ալբերտն ու նրա սիրելին այս օրերին գտնվում են հանգստյան գոտում, որպեսզի նշեն սիրելիի ծննդյան տարեդարձը։ Թերևս այս պահին այսքանը, մենք չենք ցանկանում մանրամասներ ներկայացնել, բայց փաստը մնում է փաստ, որ Էլեոնորա Պետրոսյանը նշում էր, որ իր ամուսինը բազմաթիվ անգամներ է ամուսնական ընթացքում դավաճանել և որ հենց դավաճանությունն էլ պատճառն է հանդիսացել իրենց վերջնական բաժանման։ Դե իսկ Ալբերտ Աղաջանյանն իր հրապարակումներով ապացուցում է, որ ամուսնալուծությունից 1-2 ամիս հետո նա կարողանում է նոր հարաբերություններ ստեղծել և այդ ամենն էլ հանրային դարձնել։ Էլեոնորա Պետրոսյանը Արմնուր լրատվականի հետ զրույցում խոսել է այս օրերին համացանցում ակտիվորեն շրջանառվող մի թեմայի, իր և իր նախկին ամուսնու ամուսնալուծության, ինչպես նաև ամուսնու վերաբերյալ կեղծ մատնություն տալու, երեխաներին ամուսնու առևանգման և մի շարք այդպիսի թեմաների մասին։ Էլեոնորա Պետրոսյանի խոսքով նա չի ցանկանում, որպեսզի այս թեման շարունակվի և շարունակվի քննարկվել համացանցում, քանի որ ինքն ունի 2 մանկահասակ երեխաներ և այդ երեխաները տարիներ հետո, երբ տեսնեն այս հրապարակումները, իրենց համար դժվար կլինի։ Էլեոնորա Պետրոսյանը խոսել է ու նշել, որ ինքը չի ասել ոստիկանությունում, որ ամուսինը տանը զենք է պահում։ Ոստիկանները մի քանի հարցեր են հնչեցրել, ինչին ի պատասխան Էլեոնորան պարզապես պատասխանել է և որպես այդպիսին ինքը չի մատնել իր ամուսնուն։ Դե իսկ խոսելով իր ընտանիքի և փլուզման մասին, Էլեոնորան ասել է, որ ինքը տարիներ շարունակ փորձել է պահել իրենց ընտանիքը, սակայն ինչպես ինքն է նշում, միայն իր կողմից չէր կարող պահպանվել ընտանիքը։ Էլեոնորան իր խոսքում նշում է, որ բազմապիսի դեպքեր են եղել և իրադարձություններ, որոնք կարող էին ստիպել իրեն գնալ բաժանման քայլի, սակայն ինքը պահել է ընտանիքի մոդելը, ցանկացել է, որպեսզի իր երեխաները ապրեն և մեծանան հայրիկի և մայրիկի հետ, սակայն ինչպես պարուհին է նշում, ունենք այն, ինչ որ ունենք, փոխել այլևս անհնար է ինչ-որ բան։ Էլեոնորան իր խոսքում նշում է, որ կարդացել է մի շարք մեկնաբանություններ, որոնք իրեն ցավ են պատճառել։ Պարուհու խոսքով չի կարելի առանց իմանալու, թե ինչ է տեղի ունեցել, մեղադրել և վիրավորել մարդկանց։ Հավելենք նաև, որ Էլեոնորան իր խոսքում նշել է, որ ինքը բազմաթիվ անգամներ ներել է ամուսնու դավաճանությունները, սակայն եկավ պահ, որ իրենց հարաբերություններում ամեն բան վերջացավ։